Եվս մեկ բովանդակալից միջոցառում Նինոցմինդայի քաղաքապետարանում, որը կազմակերպվել էր մշակույթի ու սպորտի ծառայության գեներային հավասարության ու տուրիզմի բաժնում։ Ոչ բռնության եւ ոչ պատերազմի թեմաներով մունիցիպալիտետի դպրոցների երեխաների առջև դրված շարադրությունները խոսեցին նրանց մտածելակերպի, դաստիարակության ու ապագայի հանդեպ ունեցած լավատեսության մասին։ Ինձ օրենքի թե բռնարարին դու ինչ պիտի բացատրես, եթե քո դասընկերոջը բռնա այդ բան, ավելի ճիշտ չի լինի դասընկերոջ 10 բարի դիմես կամ տնօրենի կամ ես միջոցառման թեման ոչ բռնություններ, ընդհանրապես մենք արդեն մի քանի տարի անցկացնում ենք այդ թեմայով միջոցառումներ, հանդիպումները տեղի ունենում ինչպես նաև դպրոցականների, այնպես նաև գյուղի կանանց հետ։ Այս անգամ որոշեցինք, որ եւ միացնել եւ նաև պատերազմի դեմ այն երեխաների մեր այն մտքերը, որ ոչ բռնություն, ոչ պատերազմին, ազատ գեղեցիկ կյանք։ Եվ մեր միջոցառմանը մասնակցեցին մոտ 75 երեխաներ մեր տարբեր մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից, եզրափակիչ անցան 20 երեխաներ, 10 դպրոցներից, 2 ականացիներ։ Ցավոք պետք է նշել, որ իսկապես եթե բռնության եւ պատերազմի հիմնական գործող անձինք դա տղաներն են, տղաների իներտությունը այս անգամ շատ էր, բայց կային տղաներ, ովքեր մասնակցեցին նախնականին, բայց չանցան եզրափակիչ, բայց այնպես մեզ շատ հետաքրքիր կլիներ նաև լսել տղաների կարծիքները եւ բռնության մասին դպրոցում ընտանիքում իրենց շրջապատում, ինչպես նաև նրանց կարծիքը պատերազմի մասին։ Գեղեցիկ ցերեկույթ էր, աղջիկները կարողացան ոչ միայն շարժությունով ներկայացնել, այլ նաև իրենց մտքերը, իրենց կարծիքները ներկայացեցին բռնության մասին, ինչպես կարելի է պայքարել բռնության մասին եւ ում դիմել, եթե կան բռնության ինչ-որ դեպքեր իրենց կյանքում։ Մեզ որ շատ արդիական թեմա էր եւ շատ օգտագործել, քան որ յուրաքանչյուր կյանքում կարող է այդպիսի դեպքեր լինել, եւ որպեսզի երեխան փոքրուց գիտենա, թե ինչպես կարելի է այն կասեցնել, ինչպես կարելի է վերացնել այդ երևույթները մեր կյանքում, դա շատ կարևոր է եւ հուսով եմ, որ այսպիսի հանդիպումները, որ մենք միշտ անցկացնում ենք ամեն տարի, ինչ որտեղ կունենա իր արդյունքները։ Կյանքում շատերն ազատ չեն, ոչ թե որովհետև չեն ուզում, այլ որովհետև չեն թողնում։ Թվում է, աշխարհը միշտ ապրել է աղմուկի, պատերազմների ու վեճերի մեջ, բայց ամեն ինչ սկսվել է շատ ավելի փխրուն բանից, մարդու ձայնից։ Այդ ձայնը կարող է լինել մեղմ, խաղաղեցնող, բայց կարող է լինել նաև սուր ու կործանող։ Եվ հենց այդ ձայնից էլ որոշվել է, մենք կկառուցենք աշխարհը, թե կկործանենք այն։ Ցավոտ է լսել, երբ մեկ ընտանիքում ճնշված է ապրում կամ երբ հասարակության մեջ ինչ-որ մեկին ստորացնում է։ Այդպիսի մարդիկ ենթարկվում են բռնության։ Սկզբում թվում է աննշան բան, հետո դառնում է բռնություն, որը ներսից է կոտրում մարդուն։ Իսկ ամենակարևորը Մրցույթին մասնակցում էին բազում դպրոցներ։ Միջոցառմանը ներկա էր քաղաքի վերադասը։ Հանձինս Ավագանու նախագահ Վահան Արոյանի, քաղաքապետ Անի Վարդմոսոյանի, մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանի, ծառայակիցներ, մասնակից դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ եւ այլոք։ Նախ բարև ձեզ, շատ շնորհակալություն, որ հենց ինձ ընտրեցիք եւ հնարավորություն տվեցիք, որ ես արտահայտեմ իմ մտքերը։ Հիմա բռնությունը ամենաարտիական թեման է, դրա համար էլ որոշեցի, որ հենց այդ թեման ընտրեմ, քանի որ բոլոր պատերազմներն ծնվում են հենց բռնությունից։ Կարծում եմ, մենք բոլորս պետք է լինենք հանդուրժողական, հանդուրժենք բոլորիս եւ խոսենք, երբ տեսնենք բռնություն։ Չլռենք, քանի որ մեր խոսքը իսկապես ուժ ունի։ Դե իմ ուսուցչուհին, հայոց գրականության ուսուցչուհին Ընկերիկիցյանը եկավ եւ հայտարարեց, որ այսպիսի շարադրության մրցույթ կա կամ պետք է ընտրենք ոչ պատերազմին կամ ոչ բռնությանը, դե ես ընտրեցի ոչ բռնությանը, քանի որ դա, ինչպես սկզբում նշեցի, ամենաարտիական թեման է եւ ամենուր է։ Միջոցառումն անցավ հարցազրույցի ձևաչափով։ Երեխաները գեղեցիկ ձևով ներկայացրին իրենց մտքերը, կարծիքներն ու ապագայի հանդեպ ունեցած լավատեսության մասին։ Ես Մարինե Հանեսյանն եմ, մասնակցել եմ միջոցառման, շարադրությունների միջոցառման, բավականին մեծ ոգևորվածությամբ գրել էի, ընտրել էի թեման թող չլինեն պատերազմներ եւ հաջողության հասա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին, որ կազմակերպեց, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տնօրենությանը, մեզ հնարավորություն տալու, որ մենք եւս մասնակցենք եւ կարողանանք ցուցաբերել մեր տաղանդը եւ իմ տասխին շնորհակալություն։ Նմանատիպ միջոցառումներ կազմակերպում են հաճախակի, եւ սա էլ կունենա իր հաջորդողը։
Միջոցառման ավարտին ընտրված լավագույն շարադրությունների հեղինակներին քաղաքապետարանի կողմից հանձնվեցին հուշանվերներ։